Ընտրություններին ընդառաջ հնարավոր զարգացումների և նախընտրական պայքարի մասին կզրուցենք առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, ձեր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին և եթե այո, ապա ինչ ձևաչափով։ Ուրեմն առաջինը պիտի ասեմ, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի առաջադիմական կոմկուսը և մի քանի այլ կուսակցություններ ունեն նախնական պայմանավորվածություն միասնաբար հանդես գալ առաջիկա ընտրություններում և դրանք կներգրավեն այդ միության մեջ կլինեն նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, այդ թվում նաև տնօրեններ, որոնք մտնում են հայրենական ապրանք արտադրողների միության մեջ և ովքեր մտահոգ են Հայաստանը տեսնել կամ դարձնել դարձյալ արդյունաբերական երկիր, որտեղ մեր հիմնական կարգախոսները լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, նրա իրական հատվածի արդյունաբերության վերակենդանացումը, արդյունաբերության մեջ ներքին կոոպերացիայի և արտաքին կոոպերացիայի զարգացումը և դա հնարավորություն կտա էապես բարելավել մեր բյուջեի մուտքերը, կրճատել գործազրկության մակարդակը, կասեցնել արտագաղթը և իհարկե պայմաններ ստեղծել սոցիալական քաղաքականություն ակտիվ իրականացնելու համար։ Պարոն Սաֆարյան, իսկ արդեն ձևավորված դաշինքների հետ հնարավոր համարում եք ձեր համագործակցությունը։ Այն դաշինքները, որոնք արդեն ձևավորվել են և որոնց մասին խոսում են, մենք գաղափարական ընդհանրություն չունենք նրանց հետ, բայց մենք չենք բացառում նաև, որ այն կուսակցությունները, որոնք չեն մտել այդ դաշինքների մեջ, եթե ցանկություն հայտնեն ներգրավվելու կամ անդամակցելու կամ մեզ հետ միասին համատեղ պայքարելու և նրանք կունենան գաղափարական մոտեցումներ, մեր գաղափարներն են սոցիալիստական Հայաստանի լավագույն ավանդույթները նորօրյա մեր հանրային կյանքում բերելու համար, դա կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում, սոցիալական ապահովության ոլորտում, մարդուն անպայման աշխատանքով ապահովելու հարցերը, ասենք, հանրային կյանքում նորմեր դարձնելու, այս խնդիրների շուրջը եթե կգանք մենք ընդհանուր հայտարարի, մենք կարող ենք նաև նրանց ուժերը նույնպես օգտագործել։ Պարոն Սաֆարյան, հաշվի առնելով ձեր նշած գաղափարները, դուք ընդդիմադիր թե իշխանական դաշտում եք գործելու։ Մենք գործելու ենք հանուն նրա, որ Հայաստանը դառնա ինքնաբավ, տնտեսապես հզոր երկիր և մեր մոտեցումները մենք որդեգրում ենք այնպիսի քաղաքականություն, որը մեզ բերում է այն համոզման և մտքին, որ մենք պատասխանատու ընդդիմություն ենք։ Մենք պատասխան ենք տալու մեր անցյալի համար, խորհրդային Հայաստանի 70 տարիների լավ ավանդույթները մեր նորօրյա իրականության մեջ բերելու համար և միևնույն ժամանակ մենք փորձելու ենք օգտագործել մեր բոլոր միջազգային կապերը Հայաստանի վերաբերվող հարցերում ի նպաստ մեր երկրին որոշումներ կայացնելուն։ Պարոն Սաֆարյան, անդրադառնանք նաև Հովիկ Աբրահամյանի քայլին, ձեզ համար անակնկալ էր նրա այս որոշումը և ինչպես կմեկնաբանեք։ Անկեղծ ասած, իհարկե անակնկալ էր, որովհետև Հովիկ Աբրահամյանը մեծ դերակատարություն է ունեցել հանրապետական կուսակցության կյանքում, եղել է վարչապետ, եղել է ազգային ժողովի նախագահ և այս քայլը դա իր ներքին որոշումն է, ես չգիտեմ ինչից դրդված է նման որոշում կայացրել, բայց կարծում եմ, որ ինքը դեռ երկար ժամանակ քաղաքականության մեջ կարող է մնալ, որովհետև ներքին ռեսուրս ինքը ունի։ Իդեպ նա հաստատել է, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ, ինչ եք կարծում, որտեղ նրան հետո կտեսնենք, որ ուժի կողքին։ Ասել, որ նրան կհաջողվի ինչ-որ մի նոր կուսակցություն ստեղծել այս կարճ ժամանակահատվածում դժվար կլինի, բայց նա կարող է մի որևէ քաղաքական դաշինքի կամ ուժի հարել և նրանց հետ գնալ ընտրությունների, որովհետև այսօր բացակայում են մեծամասնական ընտրական համակարգը և բնական է, որ նա որևէ մի կուսակցության մեջ պիտի լինի։ Որ կուսակցության մեջ դժվարանում եմ ասել, որ կարծում եմ, որ ավելի մոտ կլինի նա, եթե գնա Գագիկ Ծառուկյանի դաշինքի մեջ, դա կարծում եմ ավելի մոտ կլինի։ Իսկ ինչ եք կարծում, այդ դեպքում մարդկանց համակրանքը Ծառուկյան դաշինքի նկատմամբ չի պակասի, որովհետև Հովիկ Աբրահամյանը երկար ժամանակ եղել է հանրապետական, հիմա անցնում է այլ թև, ինչպիսին կլինի մարդկանց վերաբերմունքը հենց Ծառուկյան դաշինքի նկատմամբ։ Արդյոք ստվեր չի գցի։ Ես չեմ կարծում, որ դա կարող է ստվերել, որովհետև մարդիկ հիմա առաջնորդվում են այլ մոտեցումներով և չեմ կարծում, որ
Հովիկ Աբրամյանը որևէ մի կուսակցության մեջ մտնելով, նրանց դաշինքի մեջ մտնելով, բավականաչափ ձայներ չապահովի նրանց։ Պարոն Սաֆարյան, ճիշտ է, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել, բայց այս նախընտրական թողուբոհում տարբեր ուժեր միանում են, տարբեր քաղաքական ուժեր են ձևավորվում։ Դուք առհասարակ այս նախընտրական պայքարը ինչպես եք գնահատում։ Բնական եմ գնահատում, այսպես էլ պետք է լիներ, այն որ մեկնարկը ավելի շուտ տրվեց այս նախընտրական պայքարի, որովհետև այսօրվա, այսինքն ապագա խորհրդարանը լինելու է բովանդակային առումով բոլորովին նոր խորհրդարան, որովհետև քաղաքական հիմնական այսպես պայքարը ձևավորվելու է խորհրդարանում, որովհետև խորհրդարանն է վարչապետ նշանակելու եւ վարչապետը հաշվետու է խորհրդարանի առջեւ։ Այդ իմաստով բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են բավարար ձայներ ապահովել եւ ազդեցություն ունենալ ապագա կառավարության կազմման վրա եւ մասնակից լինել երկրի տնտեսական գործառույթների կառավարմանը։ Շնորհակալ եմ ձեզ մեկնաբանությունների համար, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանին։